Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ-վրացական հարաբերությունները։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը քննադատել է իշխանությանը Facebook-յան գրառմամբ անդրադառնալով Երևանում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի վերջին լիագումար նիստին Վրաստանի դեմ ընդունված բանաձևին, որին միացել են նաև հայ իշխանական պատգամավորները։ Դա դժգոհություն է առաջացրել Վրաստանում։ Բանաձևը Վրաստանի անցած տարվա խորհրդարանական ընտրությունները որակում է կեղծված, դատապարտում է բողոքի ակցիաների դաժան ճնշումը, կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իսկ կառավարող վրացական երազանք կուսակցությանը անվանում են ինքնահռչակ։ Թբիլիսին կոշտ է արձագանքել։ Վրաստանի խորհրդարանի փոխոսնակ Նինո Ցիլոսյանին փաստաթուղթը անվանել է ոչ միայն հակավրացական, այլև անիմաստ ու անբովանդակ։ Նա նաև հայ պատգամավորներին է մեղադրել, հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում հանդիպել է ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ, աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը։ Ես կարծում եմ, այստեղ մի քիչ թյուրըմբռնման խնդիր կա, տեղեկատվության խնդիր կա, որևէ այսպես վատ բան տեղի չի ունեցել։ Խնդիրն այն է, որ Եվրանեստում առանձին երկրների վերաբերյալ բանաձևեր չկան։ Կան ընդհանրական բանաձևեր եւ յուրաքանչյուր բանաձևի մեջ, այս դեպքում քաղաքական հանձնաժողովի բանաձևի մեջ խոսում է բոլոր երկրների մասին, այդ թվում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Բելարուսի մասին եւ այդ երկրների Եվրամիության հետ ունեցած հարաբերությունների մասին։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանտանյանի խոսքով բանաձևում Հայաստանի համար կարևոր դրույթներ կան, չէին կարող ձեռնպահ կամ դեմ քվեարկել դրան։ Հայաստանի վերաբերյալ այդ բանաձևում շատ լավ պարբերություններ կային եւ նաեւ մեր աշխատանքի շնորհիվ այդտեղ ունենք շատ լավ արձանագրում թե խաղաղության գործընթացի, թե ապաշրջափակման, թե ՀՀ-ԵՄ գործընթացների վերաբերյալ ու բնականաբար ամբողջական բանաձևին մենք կողմ ենք քվեարկել, որովհետեւ այդ բանաձևը օգտակար էր Հայաստանի համար, բայց այդ բանաձևին Վրաստանի կառավարող ուժի տեսանկյունից կային խնդրահարույց կետեր Վրաստանի մասին, բայց մենք շատ կուզենայինք, որ մեր վրացի գործընկերները ներկա լինեին եւ իրենք բարձրաձայն էին այդ հարցերի, իհարկե ցավոք չկարողացան գալ, բայց մենք դրան կողմ ենք քվեարկել Հայաստանի շահի տեսանկյունից, բայց բացի դրանից եղել են նաև լրացուցիչ առաջարկներ, որոնք դրվել են քվեարկության Վրաստանի մասին, բոլոր առաջարկներին մենք կամ ձեռնպահ ենք քվեարկել կամ չենք քվեարկել։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը շեշտում է, առանց այդ էլ վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարի դրացիական չեն թվում։ Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային եւ տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով են իրականացվում տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ եւ ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։ Ինչ են մտածել իշխանական պատգամավորները կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը։ Տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։ Բնականաբար այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները։ Նստաշրջանից առաջ Վրաստանը հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների գործողություններն ու թշնամական հռետորաբանությունը հակասում են փոխադարձ հարգանքի եւ գործընկերության սկզբունքներին։ Նրանք բոյկոտել են Եվրանեստի նստաշրջանն ու խորհրդարանական պատվիրակություն չէին գործուղել Հայաստան։